Բարևձեզ, Վեկտորի այսօրվա հյուրը Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամյանն է։ Բարևձեզ Մալխաս։ Բարևձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Անցնենք հարցերին։ Գիտեմ, որ մեծացել եք սպորտային ընտանիքում եւ փոքր ժամանակվանից հաճախել եք ըմբշամարտի։ Ինչպես հասկացաք, որ ուզում եք շարունակել ձեր հորեղբայրների ուղին։ Դե հորեղբայրներս էին զբաղվում ըմբշամարտով, ունեն գրանցել են մեծ հաջողություններ Եվրոպայի աշխարհի եւ օլիմպիական խաղերում Ռոմանն եւ Ազատ Ամոյան։ Ես էլ նրանց հետևելով սիրել եմ ըմբշամարտը եւ այդ սպորտաձևից դուր եկել եւ դա էլ խթան հանդիսացավ, որպեսզի ես էլ զբաղվեմ ըմբշամարտով եւ փորձել նմանվել նրանց։ 21 թվականի սկզբին դարձեք Եվրոպայի արծաթե մեդալակիր, հետո արդեն աշխարհի չեմպիոն։ Հոկեբանորեն Եվրոպայի արծաթից հետո ինչպես պատրաստվեցիք աշխարհի չեմպիոնությանը։ Ասեմ Եվրոպայի առաջին ժամանակ այդ եզրափակիչին որ պարտվել էի, մեկ ամիս առաջ հաղթել էի վրացին Բիշին, սակայն այդ ժամանակ շատ սխալ գոտ եմ արտեցի, հոգեպես շատ սխալ տրամադրվեցի նրան դեմ եւ զիջեցի, իսկ աշխարհի առաջին ժամանակ այնպես էի պատրաստվել, այնպեսի լավ մարզավիճակում էի գտնվում, որ իրոք զգում էի, որ այդ ժամանակ պետք է կարողանամ հաղթող ճանաչվել եւ փառք Աստծո որ կարողացա դառնալ աշխարհի չեմպիոն առաջին անգամ։ Իրոք անբացատրելի զգացողություններ եմ ունեցել։ 22 թվականին ձեր քաշային կարգը փոխեցիք, 72-ից 77 փոխվեցիք։ Ընդհանրապես մարզիկները բարդ են հարմարվում նոր քաշին, բայց դուք միանգամից Եվրոպայի չեմպիոն դարձաք։ Ինչպես այդքան արագ հարմարվեցիք։ Ասեմ, ես չէի սպասում, որ իմ մոտ այդպիսի շուտ կփորձեմ փոխել քաշային կարգս եւ կարողանալ հաջողություններ գրանցել։ Ես էլ էի լարվել, եւ փորձեցի լավ մարզվել, էլ ավելի աշխատել ինքս վրա եւ դա էլ երևի օգնեց, որպեսզի կարողանամ այդ քաշային կարգը գոտե մարտել։ Օլիմպիական խաղեր մեկնել եք ոսկու հետևից, սակայն կիսեզրափակում ինչ-որ բան չհերիքեց։ Հիմա երբ մեկ տարի արդեն անցել է ու սառնեք դատում, այդ ժամանակ ինչը ձեզ չբավարարեց։ Այդ ժամանակ հոգեպես ճիշտ տրամադրվելը չկարողացա կենտրոնանալ իմ գոտե մարտի վրա, հաղթանակի համար ոչինչ չարեցի այդ ժամանակ եւ դա էլ դրա համար պարտվեցի, ավելի շատ ես կնախընտրեի իմ հոգեպես պատրաստվելը մրցակցից դեմ, դա միայն խանգարեց եւ մի փոքր շատ լարվածություն։ Գիտեմ, որ սովորել եք Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Դժվար չէր ուսումը եւ մարզումները համատեղելը։ Շատ դժվար է, սովորում էի հեռակա, դրա համար շատ բարդ էր ինձ, տարվա մեծ մասը համարյա մենք լինում էինք հավաքների, ինչ որ մի կերպ փորձում էի, որպեսզի ինչ որ հնարավոր է սովորեմ, դա էլ է օգնում մեր սպորտաձևին, սովորելն էլ շատ է օգնում, շատ դժվար է, ես կասեի։ Դուք մշտապես շեշտում եք, որ ձեր հաղթանակը նվիրում եք հայ եւ եզդի ազգերին։ Ձեր համար երկու ազգ ներկայացնելը լրացուցիչ լարվածություն, պարտավորվածություն չի ստեղծում գորգում։ Պարտավորված գորգում չի ստեղծում, բայց ես միշտ ներկայացնում երկու ազգ, ինձ համար մեծ պատասխանատվություն է, մեծ ուրախություն, տեսնում եմ, որ հաղթանակից հետո ինչպես է մեր երկու ազգը տոնում, ինչպես է ուրախանում, եւ դա էլ ինձ ավելի է պարտավորվածեցնում, որպեսզի մյուս արդեն գալիք մրցաշարերում նույնպես հաղթանակներ նվաճեմ։ Միջազգային հարթակներում մրցելը բավականին դժվար է, մեծ լարվածություն եւ այլն։ Ինչպես եք մոտիվացնում եւ եղել է ընդհանրապես պահեր, որ ուզենաք թողնել ըմբշամարտը։ Այդ բան 1-2 օր այդ չստացված պարապմունքների շնորհիվ այդ մարզումները որ չի ստացվում այդ ժամանակ գալիս են այդպիսի միտք, բայց դա մեկ օր է տևում, արդեն որ հաջորդ օրը զարթնում ես, արդեն հետ ես նայում ու չպետք է հանձնվես, պետք է առաջ շարժվես, այդպիսի բաներ լինում են, բայց պետք է կարողանաս հաղթահարել եւ առաջ նայել։ Իսկ որոնք են ձեր մոտակա նպատակները։ Նպատակները այս տարին ավարտեցինք, արդեն հիմնական նպատակը մյուս տարվա Եվրոպայի եւ աշխարհի առաջնությանը ոսկե մեդալ նվաճելն է։ Եվ ինչ խորհուրդ կտաք այն մարզիկներին, որոնք նոր են սկսում իրենց կարիերան։ Խորհուրդ կտամ լինեն աշխատասեր, լինեն կարգապահ, լսեն իրենց մարզիչներին, լինեն հավատքով եւ ամեն ինչ կստացվի։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, իսկ ես հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրն էր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։